Մարդը որտեղից է իմանալու ինքը շահառու է, թե չէ։ Պարոն վարչապետ, հենց Արմետ հավելվածում, ինչպես ասեցի, կարգավիճակը արդեն նշված է, հենց որ… Բա ես ոնց իմանամ, ես օրինակ իմ օրինակով բերեմ, ես գաղափար չունեմ, ես որտեղից պետք է իմանամ, ես շահառու եմ, թե շահառու չեմ։ Ուրեմն նախ արդեն իսկ օրենքով սահմանված, եթե տարիքային խմբի մեջ է անձը կամ աշխատավարձի շեմա գերազանցող աշխատավարձ ունի, այսինքն պոտենցիալ շահառու արդեն կարող ենք հաստատել։ Ինչ որ հավելված կա, չէ՞ որ… Արմետ հավելվածը… Այսինքն մտնում ենք մեր հեռախոսի մեջ, այո, ներբեռնում ենք Արմետ համակարգը… Այո, ներբեռնում ենք եւ դա մեր անձնական արդեն գրասենյակն է։ Այնտեղ արդեն տվյալները երևում է դուք ինչքան է անձը ապահովագրավճար վճարելու այն մարդկանց համար, ում որ պետությունն է ապահովագրելու, որ պետությունն է նրանց համար ապահովագրավճարը վճարել, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները, բժշկական կենտրոնները, որոնք որ ունեն ապահովագրական Իսկ այդտեղ երևալու է ես լրացուցիչ վճարում ունեմ անելու եւ եթե ունեմ ինչքան ունեմ։ Ծառայության մասին նկատի։ Ոչ, հիմա ենթադրենք մինչև 18 տարեկաններից պետական բյուջեն, այսինքն խմբեր կան, որ պետական բյուջեի վճարում արվում, խմբեր կան, որ պետական բյուջեի չի վճարում արվում։ Եվ մենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կարգավորումներն փոխեցինք, բայց այնտեղ փոքր հատվածներ լինում են երբեմն կամ հիմնականում այդտեղ երևալու է կամ ոնց այդ վճարումը հարկային գործակալը ինքը ապահովել, այսինքն իմ գործատուն իմ աշխատավարձի վճարումները անելիս ամբողջությամբ այդ ապահովելու է եւ ես դրա հետ կապված մտահոգվելու կարիք չունեմ։ Ոչ, պարոն վարչապետ, այո, հարկային գործակալը իրականացնելու է աշխատավարձից պահումը, ինչպես հիմա անում էր զինապահ հիմնադրամին օրինակ վճարվելիք գումարները եւ ուղղելու է արդեն առողջության ապահովագրությանը։ Մի դեպք ունենք, որ սոցփաթեթի շահառուների պարագայում նրանց այդ 6000 դրամը, որ նրանք ունեն, մեկ անգամ պետք է դիմում գրեն, դիմումի ձևը եւ այդ ամեն ինչը այսօր կհրապարակվի, որ գործատուն այդ միջոցները եւս ուղի առողջության ապահովագրությանը, որպեսզի անձը… Բայց դա մեկը իր եւ իր գործատուի հարաբերություններն են։ Ուրիշ տեղեր ոչ պետքա դիմի, ոչ պետքա գնա։ Այո, եւ պարոն վարչապետ, այո, կարգավիճակը Արմետ հավելվածում նաև նշում կա, թե այդ կարգավիճակը ինչի հիմքով է, այսինքն ապահովագրավճար վճարող եմ եւ ինչքան պիտի վճարեմ, եւ եթե ապահովագրավճար վճարող չեմ, ապա պետությունը ինչքան է վճարել ինձ համար ապահովագրավճար։ Այս տեղեկատվությունը եւս ներառվում։ Подписывайтесь на наш новостной канал в Телеграме, чтобы не пропустить последние новости Армении.